Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոն Թունիչը FM 106 եւ 5 հաճախականության վրա է, եթե մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում կամ որևէ այլ թվային հարթակում, սա թարմ ուղեղն է այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որովհետեւ տաղավարուն հյուրընկալել եմ բիզնես գործունեություն ծավալողների ամենահին միություններից մեկի ներկայացուցիչներին, Ամչամի մասնավորապես, ես վստահ եմ, որ այն ռադիոլսողները, ովքեր որ ավելի հետաքրքրված են տնտեսական գործունեության բիզնեսով, շատ լավ գիտեն Ամչամն ինչ է, իսկ այն ռադիոլսողները, որոնք այնքան էլ դեռևս հետաքրքրված չեն, այս հաղորդումից հետո շատ ավելի շատ տեղեկատվություն կունենան եւ պատկերացում կունենան այդ կառույցի մասին։ Էլինա Մակարյանը, Ամչամի նախագահ, եւ Վիկտորիա Պողոսյանը, խորհրդի անդամ, մեզ մոտ են տաղավարում, բարև ձեզ գործընկերներ։ Բարև ձեզ։ Մեր հանդիպման առիթը իրականում Ամչամի 25-ամյակն է։ 25 տարին բավականին երկար ժամանակահատված է, ավելի տարիքով մարդիկ կհիշեն, թե 25 տարի առաջ Հայաստանում ինչ վիճակ էր եւ բիզնես միջավայրը ինչ վիճակում էր։ Բայց եկեք պատմության մասին շատ չխոսենք, խոսենք ինչ է Ամչամը այսօր։ Բայց երևի մի քիչ խոսենք պատմության։ Համեցեք։ Հաշվի առնեմ, որ այս տարի նշեցինք 25-ամյակը, որպեսզի հասկանանք ինչ էր Ամչամը եղել եւ ինչ է այսօր։ 17 ընկերությունից մենք հիմա ներկայացնում ենք 150 ընկերություն, եւ սկզբից իհարկե գործունեությունը ծավալում էր ավելի անդամ ընկերությունների միջև փորձի փոխանակում, որոշակի կլոր սեղանի քննարկումներ եւ ինչու ոչ որոշակի հանդիպումներ իհարկե պետական հաղորդաների հետ։ Այսօր Ամչամը դա երևի ամենամեծ հարթակներից մեկն է, որը իրականում իրականացնում է մասնավոր պետական հաղորդակերպություն եւ իհարկե խորհրդատվություն է նաեւ տալիս որոշակի, այսինքն բիզնեսին վերաբերվող հարցերին իրավական տարբեր ընդհանուր նորամուծություններին, որոնք կամա թե ակամա իրենք բիզնես միջավայրի վրա ազդեցություն ունեն, որտեղ Ամչամի դերը իրականում ավելի նպաստել, արդյունավետ, թափանցիկ եւ ավելի երևի թե կանխատեսելի բիզնես միջավայրի ձևավորման է Հայաստանում։ Կարծում եմ մենք արդեն այն վստահություն ունենք, պետական մեր գործընկերների կողմից, որ հարթակը տրամադրվում է նաև իր խորհրդատվությունը, դիտարկումները։ Եթե նոր օրենք կամ օրենքի նախագիծ, թե ազգային ժողովում, թե կառավարությունում, թե վարչապետին, փոխվարչապետին կից տարբեր հանձնաժողովներ, մենք հնարավորություն ենք ունենում ասել մեր ներկայացնել դիտարկումները, առաջարկները եւ փաստարկված, որտեղ այդտեղ աշխատում են իրականում էքսպերտային խմբեր։ Տեսեք 180 ընկերություն, շատերը վերազգային ընկերություններ են, նաեւ միջազգային փորձն են բերում Հայաստան եւ ինչու ոչ իհարկե հասկանալով տեղական, տարբեր պետքերը եւ այսպիսով իհարկե երևի թե դա 25 տարվա մեր ամենամեծ ձեռքբերումներից է, որ կարողանում ենք իրական լինել վստահելի փաստարկված հարթակ։ Եվ մեկ բան էլ երևի ավելացնեմ, որ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ինքը 25 տարվա մեջ ձևավորել է ինստիտուցիոնալ մոտեցում այդ երկխոսության պետության հետ, բիզնես միջավայրի հետ, տարբեր այլ հասարակական կազմակերպությունների հետ եւ երևի նաեւ արժի հարկ է նշել, որ Ամերիկայի առևտրի պալատը ունի 4 ձևավորած հանձնաժողով, որոնք շատ ակտիվ անդամների ներգրավվածությամբ, իրենց փորձով, գիտելիքով աշխատում են տարբեր ուղղություններով։ Կայուն զարգացումը, որը կարևոր է, այն փոխակերպում, աշխատուժի զարգացում եւ իրավական եւ հարկային Ինչու են դրանք ընտրվել են բնականաբար, մեր անդամ ընկերությունների կողմից այն հարցերը կամ, նոր ինչ-որ զարգացումներ, որոնք կամա թե ակամա խոչընդոտում են կամ օգնում են բիզնեսին, որոնք ուժ կարևոր են, եւ նաեւ իհարկե հիմք ընդունելով, թե որ ուղղություններն են, որը երկրի մակարդակով տնտեսությունը զարգացող, մակարդակով շատ կարևոր են։ Այդ իսկ պատճառով այդ 4 հանձնաժողովները ստեղծվել են։ Ամենասկզբից եղել է մի հանձնաժողով, որը իրականում հարկային քաղաքականությունով է զբաղվել, որից հետո մենք հասկացանք, որ դա շատ փոքր չի, շատ մեծ է։
բայց ամեն դեպքում կան նաև այն ինչ որ մի հատված հատված ցանկացած բարակ, որտեվ ամչամը շատ կարևոր է նաև նշել 20 ոլորտ տնտեսության ներկայացն, այսինքն մենք այն հարթակներից, մի քիչ թվերից այն հարթակներից չենք, որոնք օրինակ մենակ օրինակ բարձր տեխնոլոգիաներով են զբաղվում կամ բանկեր միություն կա, այսինքն այս հարթակը իրականում ներկայացնում է բոլոր 20 ոլորտները, տնտեսության 20 ոլորտները։ Այդպես ստացվել է, թե որոշում կա այդ ոլորտներից մարդկանց ներգրավելու։ Գիտեք, բոլոր ամչամները աշխարհում իրանք բոլոր ոլորտները ներկայացնում, այսինքն իրանք կոնկրետ ինչ որ մի ոլորտի վրա չեն, էլի, մասնագիտացած եւ որոշում չի, իր ֆորմատն է այդպես։ Դուք ասացիք բոլոր ամչամները աշխարհում։ Այո։ Եկեք մի փոքր ստրուկտուրայի մասին խոսենք, ինչա նշանակում ամչամ ու ինչա նշանակում աշխարհի ամչամներ, ինչ կապ կա այդ ամչամների մեջ եւ այլն։ Ոնց է դուք համագործակցում, ով ինչ է ստանում այդ համագործակցությունից։ Տեսեք, հիմա մի հատ կատական եմ, շատերը ասում են արմչամ։ Այդ շատ է հանդիպում։ Այդ շատ է, միշտ ասեմ AmCham, American Chamber of Commerce, դուք էլ նշեցիք, հա, իրականում կա AmCham US, որը Վաշինգտոնում է, եւ կա AmCham Europe, որը ընդհանուր կոորդինացում է ամբողջ Եվրոպա։ Բոլոր երկրներով նաեւ կային այդ գրասենյակները, եւ մենք անդամակցում ենք, մենք ամեն տարի անդամավճար ենք վճարում AmCham US, AmCham Europe, որ լինենք այդ ամբողջ network-ի, այսինքն մի մասնիկ։ Հանդիպում ենք տարեկան մի քանի անգամ, կան տարբեր հանդիպումներ նախագահների համար, իրականում գործադիր թիմի համար, որոնք իրականացում են այդ ամբողջ գործընթացը։ Կա AmCham-ը ինչպես է։ Ամեն երկրում կա խորհուրդ 12 հոգի խորհրդի ներկայացուցիչներ, խորհրդի ղեկավարներ, նախագահ, 2 փոխնախագահներ խորհրդի եւ կա արդեն թիմ, արդեն գործադիր թիմ, որը իրականացնում է այդ բոլոր ծրագրերը, որոնք, այսինքն որոշում որ AmCham պետք է իրականացնի։ Ինչպես ենք համագործակցում այն երկրներ, նշեցի արդեն, կան տարբեր հանդիպումներ, բայց նաև on-line հարթակներ, ամեն օր կան տարբեր on-line հարթակներ, հիմա COVID-ից հետո ինձ մենք լավ սովորել ենք, թե ինչպես on-line աշխատենք, թե փորձի փոխանակումով ներքին շատ գործընթացներ կան, որոնք պետք է անպայման, օրինակ, չգիտեմ, reporting-ի հետ կապված, ինչ են կանում, ինչ սոցիալ պատասխանատվության տարբեր ծրագրեր են կանում, դա ոչ միայն, այսինքն այն գործունեությունն է, որ մենք փորձում ենք պաշտպանենք մեր այսինքն շահերը, հա, մեր անդամ ընկերությունների, որտեղ իրականում դա երևի միակ հարթակն է, որը այդ գործունեությունը կամ կարելի ասել պատասխանատվությունը ստանձնել է իր վրա։ Ու դրել է ինստիտուցիոնալ մակարդակի վրա։ Մենք նշեցի տարբեր խորհուրդներում իրականում մենք ունենք, ասինքն ներկայություն եւ խոսքի իրավունք, հա, այսպես։ Խոսքի իրավունք ներկայացում շատ ժամանակ ինչ որ, չգիտեմ, նոր իրավական ինչ որ փոփոխությունների հետ կապված շատ ժամանակ մենք չենք դիմում, մեզ են դիմում կառավարության կողմից, ասում են մի հատ ձեր դիտարկումները կամ խորհրդատվական ինչ որ, հա, խումբ հավաքեք մի հատ մեզ իրական ձեր գոհ եք համագործակցությունից։ Համագործակցությունից գոհ ենք իրականում եւ քանի գնում է իրականում ավելի սերտ է տամ եւ վերջերս մենք նաեւ փոքր պաշտոնական հանդիպում կազմակերպեց վարչապետի կողմից, որտեղ ներկայ է բոլոր նաեւ նախարարները, փոխվարչապետները, մենք նաեւ նշեցինք, որ մենք ավելի սերտ կցանկանայինք աշխատենք, օրինակ խոսում են հարկային կոդեքսի հետ կապված, այս տարվա փոփոխությունների մասին, իրականում որպեսզի ավելի կանխատեսելի լինի միջավայրը, շատ այդ հարկային փոփոխությունները փոքր միջինի մասով են, չէ՞, կարծում եմ դուք նմանատիպ անդամներ չունեք նույնիսկ։ Չէ, ընդհանուր իրականում եւ տարբեր են լինում, փոքր միջինին մենակ չի վերաբերվում եւ այստեղ եթե մենք խոսում ենք ավելի կանխատեսելի, արդյունավետ, չգիտեմ, մրցունակ բիզնես միջավայրի մասին, ես կարծեմ դա վերաբերում է բոլորին։ Այսինքն անկախ նրանից բիզնեսը մեծ է, փոքր է, թե միջին է։ Եվ այստեղ իհարկե, երբ որ նայում ես տարբեր երկրների փորձը, ես չեմ ասում իդեալական, հա, երկրում կամ իդեալական է մեր տեսլականը, որը մենք ունենք, բայց շատ ավելի արդյունավետ է, երբ որ բիզնեսն էլ է այդ ընդհանուր գործընթացի մեջ մասնակցում, որտեղ շատ լավ է, երբ որ մի բան որոշում են, բայց նաև շատ լավ է, որպեսզի ինքը կիրառելի լինի։ Այսինքն այդ երկխոսությունը միշտ կարևոր է եւ մենք մեծ ցանկություն ունենք ավելի շատ նաեւ ներգրավվածությունն էլ։ Շատ ժամանակ արդեն իմանում ենք ինչ որ օրենսդրական ակտի կամ որոշակի փոփոխության կամ օրենքի նախագծի մասին, երբ որ դա արդեն ազգային ժողովում է։ Բայց դա արդեն կամ ինքը արդեն դրաֆտ է, դա արդեն ուշ է, կամ դա շատ ավելի շատ ջանքեր է պահանջում, որպեսզի իրան ավելի բարելավես, ավելի դարձնես, հա, կիրառելի, շատ ժամանակ բիզնեսը ավելի լավ գիտի որն է կիրառելի։ Մենք երբևիցե չենք փորձում լինենք խանգարող։ Մենք փորձում ենք լինենք ավելի համագործակցային եւ ավելի կոնստրուկտիվ։
որովհետև դա միակ գրավական է, որպեսզի մենք կարողանանք նաև տնտեսության աճ ապահովենք, որտեղ բիզնեսն է, որը ապահովում է դա, եւ մյուս կողմից ինչու ոչ ավելի կիրառական, ավելի պրակտիկ օրենքներ կիրառվեն, որոնք ոչ թե կխանգարեն բիզնեսին, այլ նաև կաջակցեն, որպեսզի բիզնեսը ավելի գործունեություն ծավալի։ Մի բան էլ ասեմ եւ երևի խնդրեմ, որ Վիկանե հավելի իր մոտեցումը եւ կարծիքը, մենք խոսում ենք վերազգային ընկերություններին, մուտքի մասին Հայաստան։ Հիմա եթե մենք չունենք անխատեսելի բիզնես միջավայր Հայաստանը, մենք չունենք օրենսդրական դաշտ, որ իրականում թափանցիկ է, գործող է, կիրառելի է, մենք չունենք որոշակի մոտեցում, թե այդ ներդրումները ինչպես պետք է դիմավորվեն, ինչ ենք առաջարկում այդ մեծ վերազգային ընկերությունները։ Որպես պետություն։ Այո, որպես պետություն։ Որպես երկիր, Այդ դեպքում մենք ունենք խնդիր։ Այսինքն այս ամբողջ գործունեությունը, որը մենք ծավալում ենք հաշվի առնելով մեր հարթակը, հաշվի առնել մեր միջազգային փորձը, իհարկե միտված է, որպեսզի մեր երկրում եւ լինեն ներդրումներ, եւ մենք հնարավորություն ունենանք այդ ներդրումները ոչ միայն բերել, այլ պահել։ Որտեղ բերել է դա մի բան է, պահել է դա։ Չէ, նաև մենք ունեցել ենք դեպքեր, երբ այդ վերազգային ընկերությունները եկել են ու ինչ-որ ժամանակ հետո դուրս են եկել, պլյուսակի օրանժի ականջը կանչի էլի։ Այսինքն այդպես մեծ գիգանտներ են եղել, որոնք որ եկել են ու գնացել են ցավոք սրտի, ինչը լուրջ խնդրեմ է, էլի։ Պատճառներով են գնացել, չեն կարող ասենք, որ միայն պատճառը դա է, բայց եղել են։ Դե ամեն դեպքում մենք չենք կարողացել պահել այդ ընկերություններին։ Ես կարծում եմ, որ մենք տնային աշխատանք ունեինք այդտեղ անելու, որտեղ մենք թերացել ենք որպես պետություն, միգուցե որպես հասարակություն նաև մենք թերացել ենք։ Ես չգիտեմ, ինչ որ բան բաց թողեցի։ Ես երևի կավելացնեմ մի բան, որ կարող ենք հպարտությամբ ասել, որ Ամերիկայի առևտրի պալատում հիմնականում կենտրոնացած են վերազգային ընկերությունները, օրինակ իսկապես տարբեր ոլորտներից, ինքը sense մի նեղ ոլորտ չի, որոնք որ կոլեկտիվ այդ էքսպերտիզան եւ բարձր ստանդարտները ամբողջ աշխարհից հավաքած գիտելիքը Հայաստանում որ լինում է, հարթակները ավելի էֆեկտիվ են աշխատում եւ այդ երկխոսությունը ավելի ոնց որ այդ նորարարական know-how-ն է բերում եւ եթե համեմատենք այս վերջերս երևի Էլինան կխոսի տարածաշրջանի եւ այն նորությունները, որոնք ուզենք շատ մեծ ուրախությամբ հայտնել, մեր ձգտումը նաեւ որպեսզի Հայաստանում ավելի շատ ներդրումներ լինեն եւ ավելի շատ վերազգային ընկերություններ լինեն, որոնք որ այդ չգիտեմ անգլերեն sense բառ կա boost են անում երկրի զարգացումը, այդ ոնց ասեմ հրումը տալիս են ու համեմատելով այլ ամչամների հարթակներում երբ որ շփվում ենք ու տեսնում ենք նույն մեր տարածաշրջանում հարևան երկրների կողմից ինչքան վերազգային ընկերություններն ու ինչ ակտիվ այդ գիտելիքը ստանդարտները փորձը բերում են եւ ինչու ոչ նաեւ ֆինանսական ինվեստմենտները հոսքերը, այո, շատ կարեւոր է դա էլի ու մենք էլ sense հայրենասեր լինելով ուզում ենք նաեւ դա անել։ Երևի մի քիչ պատմեմ, մի 2 տարի առաջ որոշակի, իրական փոփոխություններ հետ կապված, այսինքն, սանկցիաների Ռուսաստանի, Ուկրաինայի, պատերազմի հետ կապված մենք հասկացանք, որ վերազգային ընկերությունները իրականում մեծ մասամբ գտնվում են Ռուսաստանում, եթե մենք խոսենք տարածաշրջանից։ Եվ իրանք իհարկե արդեն դուրս մղվեցին, այստեղ մեծ խնդիր կար, իսկում հետ աշխատել։ Այսինքն այն ընկերությունները, այսինքն գրասենյակները, որոնքից աշխատում էին, այդ վերազգային ընկերությունները, չգիտեին ինչպես աշխատեն, ամբողջ խափանվում էր գործընթացը։ Եվ փորձեցինք հասկանալ նաև Հայաստանում ինչ process-ներ է իրականը, այսինքն հիմա ներկա պահին, զարգանում, այսինքն կապեր, տարածաշրջանի համագործակցություն, ինչ որ ավելի մեծ հնարավորություններ եւ ոչ թե սահմանափակելով միայն Հայաստանն, այլ դիտելով որպես տարածաշրջան, ինչու ոչ իրական քարտեզագրել այդ վերազգային ընկերությունները, որոնք իրականում արդեն Ռուսաստանից դուրս են եկել եւ հասկանալ իրենց հնարավորություն տալ մտնել Հայաստան, մտնել Վրաստան, մտնել Հայաստան, այսինքն տարածաշրջան, բայց մենք փորձում ենք դա ընդհանուր առմամբ, ոնց որ միամուռ այդ բոլոր մեր ուժերով անել։ Եւ երկխոսություն ծավալվեց սկզբնական, շրջանում Թուրքիայի եւ Վրաստան ու Հունաստան։ Թուրքիա, Վրաստան, Հունաստան։ Սկզբից Թուրքիա եւ Վրաստան, հետո դրանից հետո մեր հույն գործընկերները, որոնց հետ մենք շատ լավ հարաբերություններ միացան, եւ այսպեսով իրականում շատ մեծ մի հատ sense այդ մեր միտքը
իրական մի հատ խոսք բերեց, որ ասի ինչու ոչ պետք է գագաթնաժողով մենք ունենա տարածաշրջանային երկրներում, որտեղ մենք շատ բան ունենք քննարկելու եւ շատ բան ունենք, որպեսզի մենք իրար օգնենք։ Առաջի ժողովը տեղի ունեցավ Ստամբուլում 2 տարի առաջ, երկրորդը անցյալ տարի արդեն տեղի Հունաստանում եւ շատ բարդությամբ կարող եմ ասել, որ լինելով նաեւ փոքր երկիր, մենք 27 թվին հյուրընկալելու ենք ժողովը Հայաստանում։ Եվ ինչու է դա կարեւոր։ Ոչ միայն այդ բոլոր վերազգային ընկերություններն են, հա, գալու Հայաստան, որպեսզի մենք քննարկենք բնականաբար արդեն օրակարգը ձևավորված այդ հարցերը, որոնք կարևոր են, հա, իրական տարածաշրջանի եւ մեր երկրի համար, այլ նաեւ գալու են պետական ներկայացուցիչներ, որոնք տվյալ պետական այրեր։ Եվ մեր համար նաեւ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե Հայաստանում մենք ինչ ֆորմատ եւ ենք նաեւ ներկայացնում, այսինքն եթե հնարավորություն ենք ունենում, որպեսզի թե վարչապետ, փոխվարչապետ այդ մակարդակի, հա, այսինքն պահենք այդ գագաթնաժողովը, բնականաբար այլ երկրներն էլ արդեն ստիպված կլինեն, որպեսզի իրանք ներկայանան, այսինքն դարձել մակարդակի, որը այդ ֆորմատով։ Դա երևի մեր այս կարճաժամկետ մեծ ձեռքբերումներից մեկն է, որովհետև դա առաջի անգամ է իրականացվում եւ տեղի ունենում, եւ տեսնենք ինչպես կլինի։ Փորձում ենք բոլոր հարթակները իրականում նահամ ներկա լինենք, համ օգտագործենք։ Հիմա COP17-ի հետ կապված նաև խոսում ենք, փորձում ենք ինչքան հնարավոր է, ասում ենք արդեն ժամանակ չկա, որովհետև մենք ամեն դեպքում մի քիչ սովորենք, մինչև ոչ թե վերջի րոպեին, քանի որ պետք է լինի նաև բիզնեսի դերը կողմում, այսինքն բիզնեսը ինչպեսի ավելի պատասխանատու է, ինչպես է իր գործունեությունը ծավալում, ինչպես բոլոր այդ կրիտերիաներին, հա, ինքը կարողանում ճիշտ ձևով, այսինքն այդ արձագանքը տա։ Ոչ բոլորն են բարձր Հայաստանում այդ հնարավորություն ունենում։ Հիմա եթե դու վերազգային ընկերություն ես, բարձր այդ բոլոր ստանդարտները քո մոտ դրված է։ Այ, այդքան խոսում ենք վերազգային ընկերությունների մուտքի Հայաստանում աշխատելու կարևորության մասին, ինչ որ մարդկանց մոտ կարա հարց առաջանա, էլի, այսինքն ինչի ենք այդքան կարևորում վերազգային ընկերությունների ներկայությունը, ոչ թե սեփական տեղական ընկերությունների աճը եւ մեծանալը եւ իրանց վերազգային դարձնելը։ Այսինքն տեսեք, դուք ինչ-որ process եք նկարագրում, որը բավականին ծանր աշխատանք է, որը դուք անում եք եւ պատրաստվում եք նաեւ անել, ինչի համար ես շնորհակալ եմ, որ այդ վերազգային ընկերությունները գան Հայաստան, նկատեն Հայաստանը քարտեզի վրա։ Եկեք փորձենք դրա կարեւորության մասին էլ խոսել, այսինքն ինչի ենք մենք այդքան ձգտում, որ այդ ընկերությունները լինեն Հայաստան։ Տեսեք, ես իրական համաձայն չեմ, մի քիչ իրական երևի թե սահմանման հետ, ինչու վերազգային ոչ թե տեղական, որովհետեւ ոչ թե կամ եւ տեղական ընկերությունների, այսինքն զարգացումը Հայաստանում եւ վերազգային, ինչ է վերում վերազգայինը։ Վերազգայինը վերում է know-how, այսինքն գիտելիք, ստանդարտներ, ստաց կորպորատիվ կառավարումից վերջացրած, հա, տարբեր այդ միջազգային փորձը, որը օգնում է նույն տեղական ընկերությունների սովորել։ Չասել, որ իրականում մի օրինակ եթե ես վերցնեմ, հա, մեր Coca-Cola ընկերությունը մի աշխատատեղը ստեղծում է անցանցել 4 աշխատատեղ։ Դա իրական բան է, էլի, հաշվարկված տվյալներ են։ Այդ 4 աշխատատեղը, որը ստեղծվում է, ինքը այդ ամբողջ արժեշղթայի մեջ տեղական ընկերություններ են։ Այսինքն կամ աշխատակից, որը 5 տարի իրականում անցել է այդ միջազգային դպրոցը։ Ինքը կամ ստեղծում է իր ստարտափը։ Ես բազմիցս կարող եմ օրինակ Օրինակ թե ոնց են մեծացել, ոնց է ստարտափներից դառել ընկերություններ, ոնց է փոքր ընկերությունը, որ իրականում մեր հետ հնարավորություն է ունեցել աշխատելու։ Արժեշղթան, որը մենք իրական օգտագործում ենք, հա, մեր ընկերության վրա իրականում այսինքն ավելի մանրամասն կարող եմ ներկայացնել, որտեղ գիտեմ, բայց վստահ Վիկտորիան է ոնց մի քանի օրինակ կասի, փորձում ենք աննախադեպ ձևով օգտագործել տեղական ընկերությունները։ Այսինքն եթե մենք ինչ-որ բան պետք է գնենք, օրինակ, հա, շաքարավազ կամ որոշակի ինչ-որ փորձում ենք տեղական ընկերություններից։ Ավելին ասեմ, ժամանակին մենք չէինք կարողանում շաքարավազը գնենք Հայաստանից, որովհետև Coca-Cola-ի համար ինքը պետք է շատ բարձր որակի լինի։ Մենք մոտավորապես 5 միլիոնից եթե ոչ ավել իրական ներդրում արեցինք, որպեսզի կարողանանք տեղական շաքարավազ առնենք, այստեղ վերամշակենք եւ ստանանք ձեր ուզած որակի նմանատիպ, հա, ես կարող եմ ասել մեր գործընկերներից շատերը նույնիսկ այստեղ փոքր գործունեություն ծավալելուց, այսինքն ունենալ մի հատ արտադրություն, չէ։ Վստահեցնում եմ ձեզ, երկրորդ, երրորդ արտադրությունը Վրաստանում են բացել եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը իրականում
ածանցյալ Ինքը level up անում իրան ծառայություններ մատակարարող ընկերություններին եւ ապրանք մատակարարող։ Ոչ միայն, դա ամենակարևորը հմտությունների զարգացում։ Դա շատ կարևոր է։ Մեր ընկերությունից եթե ինչ-որ մեկը գնում է որոշակի այլ ընկերություն, գնում է կամ ղեկավար պաշտոնի, վստահ ավելի բարձր աշխատավարձ, ինչ-որ միտեղ իր հետ ամբողջովին տանելով այդ գիտելիքը ստանդարտները։ Մենք հա խոսում ենք ստանդարտների մասին, ես վստահեցնում եմ դա շատ կարևոր է մեր համար։ Որտեւ եթե մենք կարողանանք այդ ստանդարտները միջազգային բերենք տեղական ընկերություն, իրանք ավելի արդյունավետ են աշխատելու, ավելի մրցունակ են դառնալու, ավելի մեծ հնարավոր։ Եվ իրանց արտահանումը, եթե ինչ-որ ապրանք են, արդյունք են ստեղծում, ավելի հարթ է անցնելու, որտեվ իրանք արդեն սովոր են լինելու այն պահանջներին, որոնք որ ներկայացվում են նախ արդեն եղած վերազգային համապատասխան։ Հետո ստեղ մի բան էլ կա, դուք ասում եք արտահանման մասին։ Տեսեք, մենք կարող ենք խոսել Ամերիկայի հետ կապված, հա, հնարավորությունների, քանի որ ներկայացնում ենք Ամչան։ Մենք օրինակ անցյալ տարի դեսպանը շատ մեծ, այսինքն խումբ, բիզնեսների խումբ Select USA մեծ ֆորում կա, շատ ինքը մեծ է, այսինքն ամբողջ Ամերիկայի համար, այն բոլոր բիզնեսները, որոնք հետաքրքրություն ունեցան, եւ դա ոչ միայն սահմանափակ էր Ամչամի ընկերությունների համար, մենք իհարկե հյուրընկալեցինք, բայց ավելի մեծ խումբ բիզնեսների դեսպանի աջակցությամբ իրանք գնացին, այսինքն հասկանալով թե ինչ հնարավորություններ կա ԱՄՆ շուկայում, որպեսզի իրանք կարողանան իրենց ապրանքները ներկայացնեն, ինչու ոչ գործունեություն ծավալեն եւ բավականին մեծ խորհրդատվություն, այսինքն իրենք ստացել եւ ոչ միայն սահմանափակված, հա, մի ինչ որ շրջանի, հա, Ամերիկան դա 51 կարելի ասել նահանգա, բայց նահանգից նահանգել է, չէ, այդտեղ այսինքն ֆորմատները տարբերվում է իրավական ինչ որ բան ֆորմատներն այն բոլոր, այսինքն նահանգները կամ ոլորտային եւ այլն այդ սպეციფიկաները հաշվի առնելով պատկերացրեք, որ իրանք հնարավորություն են ունեցել այդ ամբողջ լայնածավալ խորհրդատվությունը այնտեղ ստանալու։ Այսինքն աշխատանքային մշակույթ են բերում վերազգային Ես կարամ էլի օրինակ տամ ավելի երևի գիտական ինժեներական մտքի մասով, օրինակ մենք Հայաստանում Philip Morris ընկերությունը Հայաստանում 30 տարի է։ 7 տարի առաջ մենք հիմնեցինք մեր գիտահետազոտական կենտրոնը եւ անցյալ տարի մենք ընդլայնեցինք եւ ինժեներական քաղաքում նույնպես ներկայություն ապահովեցինք եւ բացի դրանից էլ նաեւ արագ պրոտոտիպեր ստեղծելու լաբորատորիա ոնց որ ստեղծեցինք, ոնց որ sense սարքավորումներ են, որոնք որ տարածաշրջանում չկան, որպեսզի ուսանողներն ու գիտնականները հնարավորություն ունենան այդ սարքավորումներով իրանց տեղական իդեաները ստեղծեն պրոտոտիպեր, որպեսզի հետո դա կարա դառնա արտադրություն, ինչ որ չի։ Գիտական հզորություններ են, որոնք համատեղ օգտագործման են դառնում լոկալ։ Հիմա ենթադրենք ես շատ sense ամբողջովին կիսում եմ, այդ կռիվը միշտ կա, վերազգային, թե տեղական, եկեք էս անենք, այն անենք, էսի լավա, չէ, իրանք իրար լրացնում են։ Որովհետև երբ որ վերազգային ընկերությունները սկսում են աշխատել տեղական ընկերությունների հետ, տեղական ընկերությունները հայտնվում են վերազգային ընկերությունների քարտեզում։ Այստեղ նաև օրինակ հնարավորություն է տալիս, մենք օրինակ տենց նման օրինակ ունենք, հայկական ստարտափերից մեկը մեր գիտահետազոտական կենտրոնի համար մի հատ սարք է ստեղծել։ Եվ այդ սարքը օգտագործվում է ոչ միայն Հայաստանում, այդ ստարտափը սկսել է նաև աշխատել մեր այլ ոնց որ ընկերության այլ տարածաշրջանների եւ երկրների հետ։ Դա շատ կարևոր է։ Եղավ որ ընկերությունը մեծ պոտենցիալ ունի վաղուց դառնալու վերազգային։ Հուսանք Հաջողություն ենք մաղթում այդ խմբին։ Ուզում եմ ասեմ, օրինակները կարևոր են։ Եվ ինչքան ասում եմ, ինչքան շատ, այնքան երկիրը ավելի արագ կզարգանա։ Չէ, բայց օրինակ մի հատ կարևոր ինձ թվում է բոլորին արդեն հայտնի օրինակներից մեկը, ցավոք HSBC-ն, հա, լքեց Հայաստանը, բայց մենք միշտ հպարտությամբ ասում ենք մեր բանկային ոլորտը շատ արդյունավետ, շատ լավ նաև այլ միջազգային ստանդարտ։ Կորելացիան վստահ եք, որ կա HSBC-ի Հայաստան գալու եւ բանկային ոլորտի լավ ունի։ Դա ես չեմ ասում, դա ասում են իրականում հենց ոլորտի մասնագետները։ Դա ասում են մեր պետական հատյաներ ներկայացուցիչները, դա մշակույթ են բերել։ HSBC բերել է մշակույթ։ Այդ ցավալի դեպքերից հերթականն է, որ Հայաստանից դուրս են գալի այդ։ Դե սպարծեմ դա ընդհանուր հա գլոբալ։ Հա, դա ավելի շատ դա Հայաստանի կապված չի դուրս եկել, բայց դա հա իհարկե ցավալի է։ Մեր եթերա ժամանակը ավարտին է մոտենում։
ընթացքի մասին, նախորդ 25 տարվա մասին խոսեցինք, եկեք չոր հաջորդ ժամանակահատվածի մասին խոսենք։ Հաջորդիվ ինչով եք զբաղվելու, ինչ անելու ամչամը։ Մենք շատ մեծ մարտահրավերներ ունենք իրական մեր դիմաց դրված, հաշվի առնելով, որ հիմա Հայաստան ԱՄՆ, հա, այդ երկխոսությունը իրականում հիմա նախադեպերել է ապրում, թե պետական մակարդակով, թե բիզնեսի հնարավորությունների մակարդակով, եւ ես կարծում եմ, որ ամենակարևորը այս դա գործընթացը լինելու է բիզնեսներին պատրաստել, ոչ թե որպեսզի բիզնեսները սպասեն, թե երբ են այդ տարածաշրջանային հնարավորությունները, հա, ստեղծել, այլ պատրաստ լինեն հենց այդ հնարավորություններին իրականում ընդունելու եւ դրանից իհարկե իրենց համար որոշակի հնարավորություններ, հա, բացելու, բացահայտելու։ Դա մի մասն է, բնականաբար երկրորդ երևի կետը, որ կնշեմ, դա ավելի ինստիտուցիոնալ դարձնելն է անչափ, որտեղ մենք փորձում ենք ինչքան որ հնարավոր է ավելի զարգանալ եւ ավելի լավ համագործակից ընկեր հանդիսանալ, հա, մեր պետության համար։ Եվ ինչպես նաեւ նշեցի, այդ երկխոսության մեջ կարևոր դերակատարում ունենալ։ Ոչ թե երբ որ արդեն մենք իմանում ենք, հա, որոշակի պրոյեկտի մասին կամ ինչ-որ մեծ, հա, բարեփոխման մասին, բայց դինենք դրա մի մասը։ Այսինքն միասին քայլենք, որպեսզի դա գիրառելի լինի երկրի մակարդակով։ Եվ իհարկե փորձենք նաև օգտակար լինենք, որպեսզի վերահսկային ընկերությունները եւ ներդրումները, հա չեմ ուզում նշեմ վերահսկային, այսինքն հնարավորություն ունենանք, որպեսզի ներդրումներ ժայն հոսք գա Հայաստան, որտեվ շատ ժամանակ, երբ որ ինչ-որ մի ընկերություն գալիս է, ես դες վստահեցնում եմ, առաջինը գալիս է հանդիպում է ամչամի հետ։ Մենք փորձենք լինենք այնքան վստահելի եւ ինստիտուցիոնալ, որպեսզի դա արդեն պատկառելի լինի այլ ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան մոտք Հայաստան։ Եվ իհարկե շարունակենք մեր անդամների շահերը պաշտպանել, 180 անդամ ունենք արդեն, ստեղծենք միջավայր, որը կլինի թափանցիկ եւ կանխատեսելի, դա շատ կարեւոր է։ Սենց վերջաբանի պես ստացվեց։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ռադիո լսողներ, մի փոխեք ռադիոընթունիչի ալիքը, հետագայում էլի հետաքրքիր է լինելու, այսօր այսքանը կհանդիպենք։